Իրանի ու Իսրայելի միջև կրակի դադարեցման մասին համաձայնությունն արդեն իրականություն է։ Այն ուժի մեջ է մտել այդ առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել ու խնդրել չխախտել այն։ Սակայն ժամեր անց ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Իսրայելը եւ Իրանը խախտել են հրադադարը գրողներ իրականացնելով երեքշաբթի օրվա մարտական գործողությունները դադարեցնելու վերջնաժամկետից հետո։ Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ Սպիտակ տան լրագրողների հետ զրույցում արտահայտել է իր հիասթափությունը շարունակվող գրողների վերաբերյալ։ Մենք հավատարիմ կմնանք այս հրադադարին այնքան, որքան մեր թշնամին հավատարիմ կմնա դրան, եթե հերթական սխալ քայլն իրականացվի Իրանի դեմ, վստահ եմ, որ մեր պատասխանը շատ ավելի ցավոտ կլինի, ասել է Հայաստանում Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թոհերին։ Հայաստանում Իրանի փոխդեսպանը նշել է, որ Իրանում համերաշխությունն ու միասնականությունն այսօր ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում, քան երբևէ։ Ինչպես արդեն տեղյակ եք, պատերազմը, որը Իրանը չէր ցանկանում, պարտադրվեց նրան։ 12 օր տևեց այդ պատերազմը։ Մեր ժողովուրդը զինված ուժերի ու մնացած կառույցների շուրջ համախմբված արժանի պաշտպանություն իրականացրեց։ Ի վերջո թշնամին ստիպված եղավ ընդունել հրադադարը։ Ըստ մեր տվյալների, այսօր առավոտվանից հրադադար է հաստատվել, որը ընդհանուր առմամբ պահպանվում է։ Որևէ թույլ կետ մեր ժողովրդի մեջ եւ պետական համակարգում գոյություն չունի։ Եթե որևէ թուլություն լիներ, նրանք կշարունակեին իրենց գործողությունները։ Կարող եմ ասել, որ մեր ուժն է նրանց ստիպել գալ այն եզրահանգման, որ պետք է հրադադար ստորագրել։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի համոզմամբ նախ սա խաղաղություն չէ, այլ հրադադար, երկրորդ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար եւ դժվար ճանապարհ։ Հայաստանն էլ հրադադար է ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։ Ավելին, Իրանի եւ Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ։ Կողմերը պարզապես որոշել են կանգ առնել ճիշտ ժամանակին, գերտերության հորդորով եւ հնարավոր է միջնորդությամբ։ Եթե որևէ մեկին թվում է, թե Իրանը եւ Իսրայելը կարող են գտնել այնպիսի լուծումներ, որոնք միաժամանակ ընդունելի լինեն թե Իսրայելի, թե Իրանի եւ նույնիսկ ԱՄՆ ժողովրդի համար, ապա նա լուրջ սխալվում է։ Վերջի վերջո սա ոչ առաջին, ոչ էլ վերջին հրադադարն է այս տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կրկնեմ, մեր կենսական շահը ռուս-ամերիկյան եւ Իրան-ամերիկյան հարաբերությունների կայունացման մեջ է։ Խաղաղությունը լավ բան է, բայց մուրալով չի տրվում, իսկ Իրանը եւ Իսրայելը լավ գիտեն դրա գինը։ Վերջի վերջո միայն վերջին 15 ամիսների ընթացքում սա արդեն երրորդ ուղիղ բախումն էր այս երկու երկրների միջև։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ պետականացման պլանը պատրաստ է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վստահեցնելով, որ շատ շուտով կմտնեն գործնական փուլ։ Ըստ Փաշինյանի, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Այն, որ գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարձակումները վաղուց առարկայական փուլ էին մտել, առաջինը դրսևորվել էր նրա կալանավորմամբ։ Հաջորդիվ նրա սեփականություն համարվող ընկերություններում ստուգումներ էին, որոշ դեպքերում գործունեության կասեցումները։ Հեցի թեման զուտ սեփականության խլման պրոցես չէ, այն Հայաստանի ներդրումային միջավայրի եւ բիզնեսի հնարավորությունների վիճակի բնութագրիչն է։ Իշխող ուժն ազդակներ է հղում ներքին եւ արտաքին բիզնես խաղացողներին առ այն, որ իշխանության կմահաճույքով ցանկացած բիզնես կարող է խլվել, իսկ մարդկանց ներդրումները զրոյացվել։ Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանին Արմավիր քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Երևան քրեակատարողական հիմնարկ։ Հարցին ինչու է Կարապետյանը տեղափոխվել ազգային անվտանգության ծառայության մեկուսարան, մամուլի խոսնակը պատասխանել է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրի տնտեսական վիճակից բոլոր դժգոհներին հանել գործարար Սամվել Կարապետյանի դեմ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Ըստ նրա, Փաշինյանը փորձում է Կարապետյանի դեմ հանել բոլոր նրանց, ովքեր դժգոհ են տնտեսական իրավիճակից, որը պետք է ասել հենց ինքն էլ ստեղծում է։ Նրա կարծիքով Փաշինյանն իրեն կոտրում է 26 թվականի հունիսին վերընտրվելու համար հնար փնտրելով եւ որպես նոր արշավ, որի մեջ մտադիր է ներքաշել ամբողջ Հայաստանը, նա պայքար է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Տնտեսական պատճառներով Փաշինյանի օրոք Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ խզել տնտեսական կապերը։ Այդ տնտեսական կապերի շնորհիվ այն կայուն տնտեսական աճ է ցուցաբերել, հատկապես հատուկ ռազմական գործողության ընթացքում, քանի որ այն դարձել է պատժամիջոցները շրջանցելու կենտրոն, քանի որ ռուսաստանցի վերաբնակիչները գնացել են այնտեղ, բիզնեսներ են բացել եւ գումար են ներդրել։ Այսինքն նա շահում է, քանի որ տնտեսությունը մնում է փոխկապակցված Ռուսաստանի հետ, բայց քաղաքականապես պարոն Փաշինյանը բոլորովին այլ տեղում է։ Կարապետյանը կկարողանա դառնալ հայ ժողովրդի առաջնորդը, իսկ Փաշինյանը նրան իրականում հնարավորություն է տալիս իրեն հռչակել ոչ միայն որպես գործարար եւ բարերար, այլև որպես քաղաքական գործիչ։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, ըստ որի հուլիսի 12-ին ժամը 18-ին խորհրդանշական ազատության հրապարակից սկսվում է պայքարի նոր փուլը, անցկացվելու է մեծ հանրահավաք, երթով շարժվելու են դեպի համապատասխան պետական հաստատություններ եւ իրականացվելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ։ Նպատակն է ապահովել համախմբված, համակարգված եւ արդյունավետ համագործակցություն հանուն ընդհանուր նպատակի։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կոչ է անում հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցուն, Մեծիտան Ընկիլեկյո կաթողիկոսությանը, Սփյուռքի բոլոր կազմակերպություններին, արցախյան եւ հայաստանյան հասարակական կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, Արցախի իշխանություններին եւ համայն հայ ժողովրդին միավորվել Արցախի գաղափարի շուրջ եւ Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ։ Երևանի ավականու նիստում քննարկվել է 91 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 25 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին եւ Երևան համայնքին պատկանած դպրոցների եւ մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացները ուսումնասիրող Երևան քաղաքի ավականու քննող հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։ Ավականու ԿՊ-ի խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձել է քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակներին, որոնցից է հանրության իրազեկելը, թե ինչ է տեղի ունեցել Երևան համայնքին, երևանցիներին պատկանած գույքի հետ ում է օտարվել, ինչու է օտարվել եւ ինչ գնով է օտարվել։ Հետագայում այդ օտարված գույքն ինչ նպատակի է ծառայել, դրա հետևանքով Երևանում բնակվող երեխաներից քանիսն է զրկվել իրենց մանկապարտեզ հաճախելու իրավունքից։ Երևանի ավականու նիստում այսօր դրական եզրակացություն է ստացել 91 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 25 թվականը Երևանի նախկին թաղային համայնքներին եւ Երևան համայնքին պատկանած դպրոցների եւ մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացները ուսումնասիրող Երևան քաղաքի ավականու քննող հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։ Դեմ է քվեարկել միայն Մայր Հայաստան խմբակցությունը, մինչ այդ էլ վիճաբանություն էր տեղի ունեցել ընդդիմադիր եւ իշխանական անդամների միջև։ Ուզում եմ անդրադառնալ ձեր մի գրառմանը ձեր Facebook-յան էջում օրեր առաջ արված, որտեղ դուք ամբողջ գրառումը չեմ ցիտի, բայց հորդորում եք ստուգել Նիկոլ Փաշինյանի ԴՆԹ անալիզը, ինչպես դուք ասացիք, որ մինչև 18 թիվը անհայտ անձնավորություն եք, չգիտեմ ինչով եք զբաղվում, եւ քաղաքացիական պայմանագրի շնորհիվ հայտնվեցիք այստեղ, խնդրում եմ դա չմոռանաք, ում շնորհիվ եք եկել, թեկուզ մեր դեմ եք, մեր շնորհիվ եք հայտնվել, շնորհիվ թող լինի, պատճառով լինի եւ այլն, բայց ես ձեզ մի խորհուրդ եմ ուզում տալ, եթե դուք այդքան շատ եք ուզում ԴՆԹ թեստ ստուգել, ես ձեզ ասեմ ում ԴՆԹ թեստը ստուգեք, 1990-ականների վերջերից մինչև օրս, եթե դուք ժողովրդի շրջանակներում հարցում անեք, թե ով է Ռոբերտ Քոչարյանը, ձեզ բոլորը կասեմ, որ նա թուրք է եւ ալբանացի, իդեպ ալբանացի տերմինը ինքն է օգտագործել, շատ մեծ մի րոպե, լռեք, Տիկին Սուսաննա, ձեզ էլ կանդրադառնա, ձեզ էլ կհիշեմ, շատ մեծ կապ ունի, շատ մեծ կապ ունի, Բարոս Սարգսյան, իմ ասածը շատ մեծ կապ ունի, որովհետև եղբայր, Բարոս Սարգսյան, ես համառորեն ձեզ ինչ կապ ունի, դուք ձեր ելույթներում որ խոսում եք կապ ունի, ձեր ելույթները թարապես ոչ մեկ ոչ մի բանի հետ կապ չունի ու ձեր ասածները իրականության, բայց ես հասարատար ձեզ լսում էի, դուք եք կուլտուրա ունեցեք, լսեք, կարող եք դուրս գալ, որքան էլ դուք փորձեք հերքեք, փաստը ակնհայտ է, որ դուք ձեր քաղաքական հայրը Ռոբերտ Քոչարյանն է, Եվ ես ձեզ խորհուրդ եմ տալիս հարցում անել եւ ԴՆԹ թեստը հենց Ռոբերտ Քոչարյանին ստուգել, մի մարդու, ով ոչ հայր մերը գիտի, ոչ էլ եկեղեցի մտնելուց խաչակն թողել գիտի։ Քոչարյան, Ժողովուրդ ջան, ես ստիպված կլինեմ անկեղծ դահլիճից հեռացում պահանջել, որտեղ չեք թողնում։ Առաջարկում եմ ձեզ ստուգել մի մարդու ԴՆԹ, ով գույք պարտքի դիմաց հանձնեց ռազմավարական նշանակության օբյեկտները, առաջարկում եմ ստուգեք մի մարդու ԴՆԹ, ում իշխանազավթության օրոք ամենամեծ արտագաղթն է եղել Հայաստանի Հանրապետությունում։ Դուք էլ չգիտեք, ստուգեք այն Պարոն Սարգսյան, պետք է խնդրեմ լքեք դահլիճը։ Պարոն Սարգսյան, դուք գրել եք հանրային, ես էլ իմ արձագանքն եմ Պարոն Սարգսյան, սա ձեզ վերջին նախազգուշացումն է։
Եթե չեք կարողանում ձեզ կառավարել, ապա դուրս եկեք դահլիճից։ Ինքը հանգիստ ելույթ է անենում, ձեր ելույթների անհամեմատելի է իր ելույթն ու ձեր ելույթները։ Ու նորից եմ կրկնում, այնպեսի որ ձեր ելույթները բոլորը ճշմարտություն են կամ առհասարակ մոտ են ճշմարտությանը, որ մի հատ էլ ինչ-որ բան եք։ Մենք եթե սուս լսում ենք, բարի եղեք սուս լսել։ Շարունակեք։ Ես ձեզ առաջարկում եմ ստուգել մի մարդու ԴՆԹ-ն, ում օրոք գլխատվեց պետականությունը եւ միաժամանակ հենց գլխատվեց հայ առաքելական եկեղեցին։ Ում օրոք կազմակերպվեց մարտի 1-ը, որի ժամանակ անմեղ մարդիկ գնդակահարվեցին եւ որի ժամանակ բանակը բերվեց հենց Երևանի կենտրոն։ Առաջարկում եմ ԴՆԹ թեստի հանձնեք այն մարդուն, ում քաղաքական հայնա ձեր ուժի, ում օրոք օտարվել են մանկապարտեզները, որին դուք սենց համառորեն դիմադրում եք եւ դեմ եք, շոու եք անվանում, նախընտրական ինչ-որ քարոզարշավ եք ասում եւ այլն, որտեվ ինձ թվում է դուք զգում եք, որ ինչ-որ մի փուլում ձեր բոլորի տներին է մոտենալու, այս քննող հանձնաժողովում ինչ-որ տեղի կունենա, ծիծաղում է նա, ով վերջին է ծիծաղում եւ վերջում առաջարկում եմ ԴՆԹ թեստ հանձնել այն մարդուն, խոսքը կրկին Ռոբերտ Քոչարյանին է վերաբերվում, ով ողջունել էր Արցախի Հանրապետությունում Շահրամանյանի իշխանության գալը, որից անմիջապես հետո Եվլախում դուք բոլորդ հանձնեցիք Արցախը, դուք բոլորդ հանձնել եք Արցախը եւ չփորձեք այդ ամեն ինչում մեղադրել մեզ եւ փաթաթել մեր իշխանության վզին։